Շատ շնորհակալ եմ տիկին կանցլեր, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե եվրոպական եւ թե միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր եւ հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ տիկին կանցլեր հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է։ Այն ներառում է թե բազմավոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ եւ խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։ Բնականաբար այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին։ Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին։ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող Ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը։ Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն հաստատող միջոց շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին, սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին։ Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին, հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։ Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Անտեսելով միջազգային հանրության խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին։ Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։ Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ եւ հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները։ Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը եւ ազատ կերտել իրենց ապագան։ Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ եւ երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ, նրանք այլ ցանկություն չունեն։ Արդեն շուրջ 30 տարի, 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը, եւ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման եւ փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններով անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր։ Միջազգային հանրությունից ակնկալում են նրանք միայն մի բան՝ իրենց այդ իրավունքի ճանաչում։ Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին։ Օգտվելով առիթից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր ձեզ, Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար, որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ։ Տիկնայք եւ պարոնայք, Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ Եվրամիության երկրների շարքում առաջին առևտրային գործընկերն է։ Օրեր անց Երևանում կայանա Գերմանիայի
տնտեսական միության ներկայացության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։ Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։ Օգտվելով առիթից պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օժանդակությունը։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման։ Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կայանա Երևանում։ Շատ շնորհակալ եմ, տիկին կանցլեր։